Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մայիսի 8-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը եւ 19 քաղաքական ուժեր քաղաքացիների շրջանում իրականացնում են իրենց քարոզչությունը։ Նշենք, որ այս տարի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ եւ ըստ այդմ էլ կան վարչապետի 19 թեկնածուներ։ Ընտրություններում թիվ 1 քվեաթերթիկով հանդես եկող ռեֆորմիստներ կուսակցության վարչապետի թեկնածուն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար եւ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վաղար Շաքարությունյանն է։ Քվեաթերթիկում երկրորդը բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունն է, որի վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։ Երրորդ տեղում գտնվում է Ուժեղ Հայաստան դաշինքը, որի վարչապետի թեկնածուն ազգային բարերար գործարար Սամվել Կարապետյանն է, որին իշխանությունները պահում են տնային կալանքի տակ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է։ Նշենք, որ Սիմոնյանը մասնագիտությամբ քաղաքագետ է։ Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը 5-րդն է, որի վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ դերասան Հայկ Մարությյանն է։ Հետաքրքրականն այն է, որ Մարությանի քաղաքապետ եղած ժամանակահատվածում ամենից շատն են տրամադրվել շինթույլտվությունները։ Հայաստանի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւս վարչապետի թեկնածու է։ Նա Միասնության թևեր կուսակցության առաջին համարն է, իսկ կուսակցությունը քվեաթերթիկում 6-րդ համարն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 7-րդն է, սակայն թե ով է իրենց վարչապետի թեկնածուն դեռևս հայտնի չէ։ Հատկանշական է, որ կուսակցության առաջին համարը զբաղեցնող Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետ լինելու հավակնություն չունի։ Ազգային ժողովրդավարական բևեռը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, որը 8-րդ համարն է, իսկ վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է։ Սասնա Ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանը 2021 թվականին դատապարտվել էր ազատազրկման 7 տարի 4 ամիս ժամկետով Սասնա Ծռերի գործով։ Վարչապետի թեկնածու է նաև Արտակ Սարգսյանը։ Նա Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության առաջին համարն է, իսկ կուսակցությունը քվեաթերթիկում 9-րդ համարն է։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին նա ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, որից հետո ընտանիքով տեղափոխվել է արտերկիր։ Սկզբում ապրել է Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա մեկնել է Աֆրիկա։ Սարգսյանը ակտիվ աջակցել է Սրբազան պայքար շարժմանը, որի ժամանակ էլ նրան գետնին պառկեցնելով ձերբակալել են։ Քվեաթերթիկում 10-րդ տեղը զբաղեցնող ՀԱԿ-ի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, որը այսօր ՀԱԿ-ի փոխնախագահն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր թիմակիցներից մեկը։ Նա եղել է առաջին նախագահի մամլոք արտուղարը։ Հանրապետություն կուսակցությունը կամ ինչպես ասում են ՔՊ-ի Արբանյակ կուսակցությունը 11-րդն է, որի վարչապետի թեկնածուն եւ առաջին համարը Արամ Սարգսյանն է։ Սարգսյանը հետանկախ Հայաստանի 9-րդ վարչապետն է եղել եւ կրկին փորձում է իր ուժերը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը նաեւ պատգամավոր է եղել։ Սկզբում ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր է եղել, ինչից հետո հիմնադրել է իր կուսակցությունը, որով մասնակցում է ընտրություններին, այնուհետև եղել է Արդարություն խմբակցության անդամ, Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ։ Հաջորդիվ 2012 թվականին ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր Հայ ազգային կոնգրես դաշինքի համամասնական ցուցակով, սակայն հրաժարվել է մանդատից։ Արդեն 2017 թվականի ապրիլի 2-ին ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Ելք կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր երկարամյա դասախոս եւ գիտաշխատող Լևոն Շիրինյանը նույնպես վարչապետ է ուզում դառնալ։ Շիրինյանի կուսակցությունը Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը ցուցակում 12-րդն է, 13-րդը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում ներառված Տիգրան Ուլիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։ Պատճառն այն է, որ նա փաստաթուղթ չէր ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հանդիսացել եւ Հայաստանի Հանրապետությունում է բնակվել։ Հաջորդիվ ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է, որը գլխավորում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նա այն անձնավորությունն է, որը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման անդամ էր, սակայն ինչ-ինչ հանգամանքներում նրան ազգային անվտանգության ծառայությունը առևանգել էր, ինչից հետո վերջինս լքել է շարժումը։ 15-րդը Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունն է, որը չունի վարչապետի թեկնածու։ Ցանկանում են դառնալ միայն պատգամավորներ։ Կուսակցության առաջին համարը Վարդան Ղուկասյանն էր, որի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր, քանի որ վերջինս Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթուղթ չէր ներկայացրել առ այն, որ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հանդիսացել
հանդիսացել եւ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես հայտնի է, Ղուկասյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում եւ իր գործունեությունն իրականացնում է այնտեղից։ Դոգմա կանոնով Վարդան Ղուկասյանին ներկայացված է շուրջ 2 տասնյակ դրվագներով մեղադրանք։ Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության, հրապարակային կոչերի համար։ Մեղքը սակայն չի ընդունում։ Կոռուպցիայի մեջ թաթախված քաղաքացիներին սրտիկներ ցույց տվող, սակայն վերջիններիս վրա մատ թափ տվող ներկայիս իշխանությունները եւս մասնակցելու են ընտրություններին։ Քաղաքացիական պայմանագրի վարչապետի թեկնածուն Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանն է, որը պահը բաց չի թողնում ընդդիմադիրներին սպառնալու, ծաղրելու համար։ Իր քարոզարշավների ժամանակ Փաշինյանը կարծես ավելի շատ անդրադառնում է ընդդիմադիր առաջնորդներին, քան անում իր քարոզը, ցուցակում իշխող ուժը 16-ն է։ Հաջորդ թիվ Հայաստան կուսակցությունների դաշինքն է։ Ցուցակը գլխավորում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նաև վարչապետի թեկնածուն է։ Ցուցակում դաշինքը 17-ն է։ Նախավերջինը հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն է։ Ցուցակի առաջին համարը Արման Բաբաջանյանն է, որը ոչ թե իշխանափոխություն է ցանկանում, այլ ընդդիմափոխություն։ Նշենք, որ Բաբաջանյանը առաջին եմ առցանց լրատվամիջոցի հիմնադիրն ու սեփականատերն է, եւ վերջին տեղում Լուսավոր Հայաստան կուսակցությունն է, որի առաջին համարը գլխավորում է Էդմոն Մարուքյանը։ Վարչապետի թեկնածուն հենց Մարուքյանն է, որն ի դեպ եղել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Փաշինյանի իշխանավարման օրոք։ Այդ պաշտոնից նա հրաժարվել է 2024 թվականին կառավարության հետ ունեցած արտաքին քաղաքական տարաձայնությունների պատճառով։